նյուանսի է երևում, վաղուց ալիքում տեսանյութը չեն եղել, ուզում եմ ասել, որ ես վերադառնում եմ նոր թեմաներով, ու մինչ տեսանյութին անցնելը խորհուրդ կտամ նաև հետևել TikTok-ում եւ Instagram-ում, որովհետեւ այս երկու հարթակներում նյութերը շատ ավելի հաճախ եմ տեղադրում, քան YouTube-ում ժամանակի սղության պատճառով։ Իսկ այսօրվա մեր թեման կլինի 10 հիմնական սխալ, որոնք կորեական սովորողները թույլ են տալիս։ Նման տեսանյութ արդեն էջում կա, բայց նախորդ տեսանյութը հիմնականում վերաբերում է ավելի ցածր մակարդակի կորեերին, իսկ այս անգամ մի փոքր ավելի բարձր մակարդակի կորեերենի մասին կխոսենք։ Դե եկեք անցնենք առաջ։ Այսպես ամենաառաջին սխալը, որ մի շարք կորեական սովորողներ թույլ են տալիս, առանց դիմացինի համաձայնության ստանալու միանգամից փանմալով խոսել սկսելն է։ Ինչ է փանմալը։ Կորեերենում ունենք խոսքի երկու տեսակ՝ ցոնդենմալ եւ փանմալ։ Ցոնդենմալը քաղաքավարի խոսքն է, պաշտոնական քաղաքավարի, իսկ փանմալը ոչ պաշտոնական, ոչ քաղաքավարի խոսքն է։ Այսինքն կարելի ասել, որ ցոնդենմալը հայերենի դուքով խոսելն է, իսկ փանմալը դույով խոսելը։ Հայերենում շատ հաճախ ենք մենք առանց հարցնելու միանգամից դույով սկսում խոսել ինչ-որ մեկի հետ։ Սակայն կորեերենում սա շատ կարևոր է ու տարիքով մեծերի, պաշտոնով ավելի բարձր մարդկանց հետ խոսելիս անպայման պետք է օգտագործել ցոնդենմալը։ Սակայն օտարերկրացիները շատ հաճախ շփոթվում են ու առանց հարցնել միանգամից փանմալ օգտագործում, ինչը շատ հաճախ նույնիսկ որպես վիրավորանք կարող է ընկալվել կորեացիների կողմից։ Շատ տարածված սխալը ասել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են օրինակ ցոնեն եփոնիեյո, սոնսեննիմոն փապոնիեյո։ Ինչն է այստեղ սխալ։ Ուրեմն ցոնեն ես, եփն իեյո, եփն նշանակում է գեղեցիկ, իեյո նշանակում է եմ։ Եթե նայենք լոգիկայով ամեն ինչ ճիշտ է, ցոնեն եփն իեյո։ Ես գեղեցիկ եմ։ Սակայն նման նախադասություն կորեերենում չկա, սա լրիվ սխալ է, որովհետև կորեերենում ածականները հոլովվում են, կներեք, խոնարհվում են բայերի նման։ Այսինքն եփդա անորոշ ձևն է, գեղեցիկ լինել կնշանակի, իսկ ներկայում կդառնա եփոյո։ Ստացվում է, որ ցոնեն եփնիեյոյի փոխարեն պետք է ասել ցոնեն եփոյո։ Ես գեղեցիկ եմ։ Կամ սոնսեննիմոն փապոնիեյոյի փոխարեն փապը նշանակում է զբաղված, իեյո նշանակում է այսինքն մեր օժանդակ բառն է։ Պիտի ասենք սոնսեննիմոն փապայո, որովհետև փապդան մեր անորոշ ձևն է, իսկ փապայան կդառնա արդեն ներկա ժամանակ։ Իդեպ, եթե չգիտեք, թե ինչպես են ներկա ժամանակում խոնարհվում բայերը ու ածականները, այս թեմայով ալիքում նույնպես ունեմ տեսանյութ, հետագայում կարող եք դիտել։ Սխալը շատ հաճախ անում են օտարերկրացի բլոգերները, ովքեր իրենց բլոգը վարում են կորեերենով։ Սխալը կայանում է նրանում, որ կորեերենում չկա այնպիսի ձև, ինչպիսին է Արմենիայեսո, Անյոյասեո։ Եթե բառացի թարգմանենք, բարևներ Հայաստանից։ Հայերենով սա լրիվ ճիշտ է հնչում, սակայն Արմենիայեսո, Անյոյասեո արտահայտություն կորեերենում չկա, ճիշտը կլինի Անյոյասեո, Յոգինոն Արմենիայեո, այսինքն բարև ձեզ, այստեղ Հայաստանն է։ Սխալը անձնական դերանունների օգտագործումն է առօրյա խոսքում։ Այո, կորեերենում անձնական դերանուններ կան, ինչպիսիք են օրինակ նա, նրանք, քնյո, քդր, սակայն սրանք հիմնականում օգտագործվում են բանաստեղծություններում, պոեմներում, առօրյա խոսքում սրանք գրեթե չենք լսում։ Իսկ ինչ օգտագործել անձնական դերանունների փոխարեն։ Օգտագործում ենք մարդու անունը, կամ պաշտոնը, կամ ուղղակի դիմելաձև։ Օրինակ, երբ որ ուսուցչի հետ եք խոսում, մենք չենք ասում դուք։ Դուքի փոխարեն ուղղակի կօգտագործենք սոնսեննիմ ուսուցիչ բառը։ Այնպես որ ուսուցչին դիմելիս ուղղակի ասում ենք սոնսեննիմ ու շարունակում ենք։ Նաև կորեերենում ունենք շի մասնիկը, որը անվանը տալիս է ավելի պաշտոնական երանգ, այնպես որ եթե ուզում ենք պաշտոնական լինել, սակայն դուքով չխոսել, որովհետև դա անբնական է հնչում, ուղղակի ասում ենք մարդու անունը եւ կցում ենք շի մասնիկը, օրինակ Չիմինշի, Չիմին, կամ Չոնգուկշի, Չոնգուկ, իրենց հետ խոսելիս։ Իսկ ինչ անել, եթե չգիտենք մարդու անունը կամ պաշտոնը, այս դեպքում հիմնականում հաճախ օգտագործվող ձև է քը չինգու ձևը։ Քը նշանակում է այդ, իսկ չինգու նշանակում է ընկեր։ Բառացի քը չինգու այդ ընկերը հայերենում մի փոքր տարօրինակ է հնչում, սակայն կորեացիները շատ հաճախ են սա օգտագործում։ Օրինակ քը չինգունն հանգուկ սարամիեյո։ Այդ մարդը կորեացի է, երբ որ չգիտենք մարդու անունը։ Չենք ասի ուղղակի նա կորեացի է։ 5-րդ սխալը այն մարդկանց համար է, ովքեր կորեերենի արդեն որոշակի գիտելիք ունեն, որովհետև շատ հաճախ կորեերեն սովորողները շփոթում են ասո, օսո եւ քո քերականությունը։ Սրանք երկուսն էլ հաջորդականության իմաստ ունեն, այսինքն մի բան անելուց հետո մեկ այլ բան արեցի։ Սակայն ասոն, օսոն ցույց է տալիս անմիջական հաջորդականություն, այսինքն մի բան արեցի ու միանգամից հաջորդը։ Իսկ քուն հիմնականում ինչ-որ ժամանակ հետո կամ առանձին գործողություններ է իրենց ենթադրում։ Եկեք օրինակով դիտենք, որովհետև սրանք շատ հաճախ են խառնում։ Օրինակ, Չինգու մաննատկու Յոնհուա փաստոյո։ Այս նախադասությունը սխալ կլինի, եթե դուք նկատի ունեք, որ ֆիլմ դիտել եք հենց ձեր ընկերոջ հետ, ում որ հանդիպել եք։ Չինգու մաննատկու նշանակում է հանդիպեցի ընկերոջս եւ
Յոնհվա Փասոյո ֆիլմ դիտեցինք։ Եթե ասենք Չինգու մաննատկո Յոնհվա Փասոյո, ավելի շատ տպավորություն կստեղծվի, որ դուք հանդիպել եք ձեր ընկերոջը, իր հետ ժամանակ եք անցկացրել, վերջացրել եք, ու հետո դուք հանդիպել եք մեկ ուրիշ ընկերոջ, ու արդեն իր հետ ֆիլմ եք դիտել։ Իսկ եթե նկատի ունեք, որ նույն ընկերոջը հանդիպեցիք ու միանգամից գնացիք ֆիլմ դիտելու, ապա ավելի ճիշտ կլինի օգտագործել Չինգու մաննասո Յոնհվա Փասոյո տարբերակը։ Երրորդ սխալը իրականում մեզ հայերից համար մի փոքր կարող է տարօրինակ լինել, որովհետև կորեացիները ոչ թե ասում են իմ մայրիկը, իմ հայրիկը, իմ հայրենիքը, այլ ասում են մեր մայրիկը, մեր հայրիկը, մեր հայրենիքը։ Մեզ համար սա բավականին տարօրինակ է, որովհետև մեր մայրիկը, մեր հայրիկը, սակայն կորեանում տարօրինակ կլինի ասել իմ մայրիկը, իմ հայրիկը, որովհետև կորեանում մենք մայրիկին, հայրիկին դիտում ենք որպես ընտանիքի ամբողջություն, այլ ոչ թե ինչ-որ մեկի սեփականություն։ Ու նույնիսկ հայրենիքը, այսինքն այնպիսի բառերը, որոնք չեն պատկանում հենց քեզ առանձին, օգտագործում ենք ուրի, մեր կամ չոհի, որը նույնպես նշանակում է մեր, ուղղակի ավելի պաշտոնական տարբերակն է, այս երկու բառերը։ Իսկ նե կնշանակի իմ, չէ նույնպես կնշանակի իմ, բայց ավելի հարգալից ձևով։ Այսինքն ոչ թե նե օմմա կամ չէ օմմա, իմ մայրիկը, այլ ուրի օմմա կամ չոհի օմմա։ Հաջորդ հաճախ թույլ տրվող սխալը փիրոհադայի հետ օգտագործել ըլ մասնիկները։ Սա նույնպես վերաբերում է այն մարդկանց, ովքեր կորեանի որոշակի գիտելիքներ ունեն, որովհետև ըլ եւ իգա մասնիկները միմյանցից տարբերվում են։ Ըլը ուղի խնդրի մասնիկներ են, իսկ ին եւ գան ենթակայի մասնիկներ են։ Ընդհանրապես փիրոհադա նշանակում է ինչ-որ մի բանի կարիքը ունենալ, ինչ-որ մի բանը պետք լինել։ Այդ պատճառով դրա հետ կօգտագործենք իգա մասնիկները, այլ ոչ թե ըլ, որոնք ուղի խնդրի մասնիկներն են։ Այսինքն յոմփիրել փիրոհեյո ինձ պետք է մատիտ։ Այս նախադասությունը սխալ է, որովհետև պիտի ասենք յոնփիրի փիրոհեյո, ստացվում է մատիտի կարիքը կա, մատիտը այստեղ դառնում է մեզ համար ենթակա։ Նույն կերպ, եթե ուզում ենք ասել ինձ ժամանակ է պետք, ոչ թե կասենք շիգանել փիրոհեյո, այլ կասենք շիգանի փիրոհեյո, որովհետև շիգանը ժամանակ բառը դառնում է ենթակա, ու ստացվում է, որ ժամանակը անհրաժեշտ է, ժամանակի կարիքը կա։ Եվս մեկ սխալ է քո շիփոյո կառույցը օգտագործել երրորդ դեմքի հետ։ Ասել այնպիսի արտահայտություն, ինչպիսին է օրինակ Չիմին շիկա հանգոգեսո սալգո շիփոյո։ Չիմինը ուզում է ապրել Կորեայում։ Սա սխալ է, որովհետև քո շիփոյո կառույցը մենք օգտագործում ենք միայն առաջին դեմքի հետ, ինչպես նաև երկրորդ դեմքի հետ, երբ որ ինչ-որ մեկին հարց ենք տալիս։ Այսինքն առաջին դեմքի հետ կիրառության օրինակ նայենք. Չոնան հանգուգեսո սալգո շիփոյո։ Ես ուզում եմ ապրել Կորեայում, սա լրիվ ճիշտ նախադասություն է, կամ երբ որ երկրորդ դեմքին ինչ-որ հարց ենք տալիս։ Օրինակ Չիմինշի հանգուգեսո սալգո շիփոյո, Չիմին ուզում է Կորեայում ապրել, բայց երբ որ արդեն երրորդ դեմքի մասին ենք խոսում, Չիմինը ուզում է Կորեայում ապրել, կասենք շիփոհեյո, այլ ոչ թե շիփոյո։ Չիմին շիգա հանգուգեսո սալգո շիփոհեյո։ Կամ Ջենի շիգա այսքրիմ을 먹고 싶어해요։ Ջենին ուզում է պաղպաղակ ուտել։ Մոկո շիփոյո ձևը այս նախադասության մեջ սխալ կլինի, որովհետև երրորդ դեմքի հետ մեր շիփոյո կառույցը դառնում է շիփոհեյո։ Նախավերջին սխալը ածականների հետ հրամայական օգտագործելն է։ Ածականների հետ հրամայական օգտագործելիս մեր կառույցը մի փոքր փոխվում է։ Մենք արդեն ասացինք, որ ածականները բայերի նման ներկա ժամանակում սովորական պետք է խոնարհել, այսինքն օրինակ սլփդա տխուր լինել, ոչ թե կասենք ցոնը սլփնիեյո, ես տխուր եմ, այլ կասենք ցոնը սլփոյո, ես տխուր եմ։ Սակայն հրամայականի դեպքում ածականները հրամայական դառնալիս իրենց պետք է կցվի օհադա կառույցը։ Այսինքն սլփդա տխուր լինել։ Եթե ինչ-որ մեկին ուզում ենք ասել մի տխրի, տխուր մի եղի, սլփջի մասեյո բնական չի հնչում։ Սլփո հաջի մասեյո, այս դեպքում արդեն մեր կառույցը ճիշտ կլինի։ Սակայն կան բացառություններ, որոնք կորեանում այնքան հաճախ են օգտագործվել, որ չնայած կանոնով, եթե նայեք այնքան էլ ճիշտ չէ, սակայն շատ հաճախ կիրառություն ունեն։ Առաջինը հեմբոք հասեյո, երջանիկ եղեք։ Ընդհանրապես ասացինք, որ ածականները չենք դարձնում հրամայական, սակայն հեմբոք հասեյո, երջանիկ եղեք կարող եք ասել։ Ափջի մասեյո, մի հիվանդացեք կամ լավացեք նաև կարող ենք թարգմանել։ Ափջի մասեյո, այստեղ արդեն ժխտական հրամայական է։ Ինչպես նաև քոնգանք հասեյո, առողջ եղեք։ Քոնգանք հադա նշանակում է առողջ լինել, քոնգանք հասեյո կլինի հրամայական, որը կդիտարկենք որպես ճիշտ կառույց այս դեպքում։ Եվ ամենավերջին սխալը, որ շատ հաճախ թույլ են տալիս, իջոբորիդան օգտագործել այն դեպքում, երբ որ նկատի ունենք ինչ-որ մի բան մոռացել եմ հետս բերել։ Ընդհանրապես իջոբորիդա, եթե թարգմանենք, նշանակում է մոռանալ, սակայն սա ավելի շատ վերաբերում է ինչ-որ օրինակ բառ մոռանալ կամ ինչ-որ անուն։ Իսկ երբ որ մենք նկատի ունենք ինչ-որ մի բան մոռացել եմ վերցնել, այս դեպքում կօգտագործենք ան քաջո վասսոյո կամ նոքո վասսոյո ձևերը։ Ան քաջո վասսոյո, եթե բառացի թարգմանենք, քաջո օդա նշանակում է հետը վերցնել, գալ կամ բերել, այսինքն ան քաջո վասսոյո կստացվի չեմ բերել, որովհետև անը մեր ժխտական մասնիկն է, ան քաջո վասսոյո չեմ բերել,
Իսկ նոքովաստոյը նոթա նշանակում է ինչ-որ մի բան դնել ինչ-որ մի բանի վրա, այսինքն նոքովաստոյը դրել եմ եկել եմ, ինչ-որ միտեղ դրել եմ եկել եմ, մոռացել եմ հետս բերել։ Օրինակ, քամերարալ իջաբորյոսոյը, եթե ասենք, ձեզ կհասկանան, որովհետև կհասկանան թե ինչ նկատի ունեք։ Սակայն սա շատ անբնական է հնչում։ Քամերարալ քաջո կներեք, անկաջովաստոյը, սա արդեն կլինի ճիշտ, կամ քամերարալ նոքովաստոյը։ Եվ այսպես մենք ուսումնասիրեցինք բոլոր 10 սխալները, որ շատ հաճախ թույլ են տալիս։ Շնորհակալ եմ տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, չեք մոռանում նաև բաժանորդագրվել ալիքին, սաղ մեր զանգակը նոր տեսանյութերը բաց չթողնելու համար, որովհետև հուսամ հաջորդը չի լինի 6 ամսից։ Ինչպես նաև ավելի շատ նյութերի համար կարող եք բաժանորդագրվել TikTok-ում, ինչպես նաև Instagram-ում։ Մինչ հաջորդ տեսանյութ։